Նախորդ դարի կեսերից նշվող երեխաների պաշտպանության միջազգային օրը թերևս ամենաբարի ու սպասված տոնն է բոլորի համար։ Մենք հայերս, որ առանց չափազանցնելու երեխապաշտ ենք, այս տոնը մշտապես ընկալում ու տոնում ենք ամենայն բծախնդրությամբ եւ հոգով։ Այդուամենայնիվ 2012-ի հունիս 1-յան Երևանն ավելի տոնական ու շփտադեմ էր։ Մայրաքաղաքն ապրում ու շնչում էր մանկան անկեղծությամբ, ամենուրեք անհոգ ու զրնգուն մանկան ծիծաղ եւ հազարավոր փոքրիկների գոհունակ դեմքեր։ Մանուկներին նվիրված բազմատեսակ միջոցառումների պակաս մայրաքաղաքը հաստատ չուներ։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ միջոցառումներ էին կազմակերպվել բոլոր վարչական շրջաններում։ Երևանն առլեցուն էր մանուկների շնչով։ Իմ օրը շատ ուրախ օր է։ Շատ գեղեցիկ օր է այսօր։ Ամեն բան իմ աչքի առաջ սկսել եմ հայրեն։ Շատ գեղեցիկ օր էր այսօր։ Շատ լավ օր եմ անցրել։ Շատ ուրախ էր այստեղ։ Երևի միակորն է, որ երեխաները շատ ուրախ զվարթ են անցկացնում։ Բայց օր լավ էր։ Երեխեք ուրախացան կարևորը։ Հատկանշական է, որ անկախ տարիքից ու դիրքից տարվա մեջ գոնե այս մեկ օրը բոլորն են փորձում թեկուզ կարճ ժամանակով, բայց եւ վերադառնալ մանկություն։ Իսկ երբ այդ հարցում օգնականները թենց իրենք երեխաներն են, ապա ամեն ինչ հաստատ կստացվի։ Երեխաների պաշտպանության միջազգային օրը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ դստեր եւ թոռնու հետ այցելեց կենթանաբանական այգի, որտեղ քաղաքապետարանի նախաձեռնությամբ վաղ առավոտից մեկնարկել էին տոնական միջոցառումները։ Բոլոր ժամանակների մանուկների ամենասիրված վայրերից այս մեկը հետս հետ է բարեկարգվում ու իր նորովի տեսքով էլ ավելի հարազատ եւ անփոխարինելի է դառնում։ Ու որ կարևոր է, սա դեռ միայն սկիզբն է։ Այգու զարգացման ռազմավարության համաձայն առաջիկա 10 տարիների ընթացքում նախատեսվում է տարածքի ընդլայնում, ճոպանուղու կառուցում, էկոհանգստի համար նախատեսված տարածքների ստեղծում, հետիոտն եւ ձիերով արշավների համար, ինչպես նաեւ գիշերային սաֆարի։ Ներկայացնելով նախատեսվող ծրագրերը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է հանրապետության ղեկավարին, որ դրանց իրականացման ընթացքը մշտապես կլինի իր անմիջական ուշադրության կենտրոնում։ Իսկ այգին եռում էր մանուկների անցուդարձով եւ ամեն ինչ հուշում էր, որ օրը տոնական է։ Հանրապետության ղեկավարը Երևանի քաղաքապետի ուղեկցությամբ դստեր եւ թոռնու հետ շրջելով այգու տարածքում եւս միացավ անհոգ մանուկների ու նրանց ծնողների չդադարող հոսքին եւ նրանց հետ միասին ծանոթացավ կենդանիների պահպանման պայմաններին, ինչպես նաեւ ժամանակ առ ժամանակ կանգ առնելով հետևեց այգու տարբեր հատվածներում կազմակերպված միջոցառումներին։ Կենթանաբանական այգում տոնը ստացված էր, այդ թվում նաև պաղպաղակների ու զովացուցիչ ըմպելիքների հյուրասիրության առատությամբ, որը ապահովվել էր Երևանի քաղաքապետարանի գործընկեր կազմակերպությունների կողմից։ Տոնի կապակցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կենթանաբանական այգու մուտքն էլ ողջ օրվա ընթացքում անվճար էր։ Թոռնիկների հետ այսօր անվճար եկել եմ կենթանաբանական այգի եւ շատ վաղուց ես չէի եղել եւ ի վիճակի չէի եւ շատ հաճելի էր իմ թոռնիկներին, որ ազատ ման են գալիս։ Շատ հաճելի է, որ sense միջոցառում է կազմակերպել մեր քաղաքապետարանը, ողջունելի է, ընտանիքներով մարդիկ գալիս են եւ շատ երեխաներ ծանոթանում են կենթանական աշխարհի հետ։ Ողջունելի է։ Մենք մանուկ հասակից եկել գնացել ենք, հիմա էլ մեր թոռնիկներն են գալիս։ Շատ հիանալի, այգին շատ է փոխվել, շատ է գեղեցկացել։ Երեխաները ուրախանում են, որ ուրախանում են, մենք էլ ենք ուրախանում։ Եվ շատ գոհ եմ, ամեն ինչ լավ է կազմակերպված եւ ոչ միայն այստեղ, իհարկե, քաղաքի տարբեր հատվածներում շատ ուրախ ժամանցներ են կազմակերպել, գնահատականը լավ է։ Գոհ եմ։ Ինձ թվում է բոլոր երևանցիները եւ մեր բոլոր բնակիչները իրենց մանկությունը հիշում են եւ կենթանաբանական այգի այցելելուց միշտ մեր համար եղել է տոն եւ ուրախություն եւ այսօր էլ մեր երեխաների համար տոն է։ Կենթանաբանական այգին իդեպ միակը չէր, որ ներառված էր բազում անակնկալներով հարուստ համակարգային միջոցառումների վայրերի ցանկում։ Երևանի քաղաքապետարանի եւ Հաղթանակ զբոսայգու տնօրինության համատեղ նախաձեռնությամբ առավոտյան ժամը 10-ից 13-ը մինչև 16 տարեկան երեխաների համար անվճար էին նաեւ Հաղթանակ զբոսայգու թվով 25 կարուսելները։ Տարոն Մարգարյանի այգի այցելության պահին այստեղ եւս մարդաշատ էր ու ամենուր թևածում էր տոնական տրամադրությունը։ Տարոն Մարգարյանից իրոք մեկ շատ շնորհակալ։ Նա համեստությամբ ինքը իր աշխատասիրությամբ իրոք շատ օրինակելի անձնավորություն է եւ արժանի է ինքը այդ պաշտոնում որ կա։ Նա մեր քաղաքի համար շատ բան կանի։ Բալիկների հետ շատ գեղեցիկ ժամանակ ենք անցկացնում, շատ հրաշալի ամեն ինչ, անվճար պաղպաղակ, հյութեր,
ավտորալիները բոլորը անվճար, շատ հրաշալի ժամանց ենք անցկացնում։ Քաղաքապետը շրջեց զբոսայգում, զրուցեց մանուկների եւ նրանց ծնողների հետ ու շնորհավորեց նրանց, մաղթելով խաղաղ երկինք, առողջություն ու անհոգ մանկություն։ Իդեպ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար օրը կրկնակի տոնական էր։ Հենց երեխաների պաշտպանության միջազգային օրը, հունիսի 1-ին, Երևանի քաղաքապետը դարձել էր 4-րդ տարուզավակի հայր։ Իմ որդու անունը դրել եմ Սմբատ, Սմբատը դա մախլուտոն է եւ Անդրանիկ Զորավարի հավատարիմ զինվորը եւ կուզենայի ինքը մեծանար իր անունին վայել մարդ դառնար։ Թող որ հենց այդպիսին էլ դառնա Սմբատ Տարոնի Մարգարյանը, իսկ մեր կողմից շնորհավորելով Երևանի քաղաքապետին հավելենք, թող որ փոքրիկ Սմբատը լինի քաջառող, դառնա բոլորի կողմից սիրված եւ հարգված ու միշտ բարձր պահի Մարգարյանների տոհմի վաստակած պատիվը։